Պարոն Մադաթյան, օրերս աղմկահարույց սպանություններ տեղի ունեցան, սպանվեց այդ թվում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը, դրանից առաջ էլ այդ սպանություններ եղան, սա ինչի մասին է վկայում ըստ ձեզ։ Տեսեք, այս իշխանությունների օրոք ներսում սպանությունները ավելի շատ են լինելու եւ իշխանությունները, որ ասում են, որ սահմանին զոհեր չկան այն պատճառով, որ սահմանի ներսում զոհերի քանակը այլանդակ շատ է։ Չեմ կարծում, որ Ալիևը նպատակահարմար է գտնում այլևս սպանել սահմանին որևէ մեկին, եթե ներսում ինքը իրան դա տեղի է ունենում։ Այս իշխանությունների օրոք անչափ շատացել են կենցաղային բնույթի սպանությունները, քաղաքական սպանությունները եւ այսօր նույնիսկ արդյունաբերության նախարարներ, կարծես թե ասեց, որ նախկինում քաղաքական սպանությունները օրը մեջ էին լինում կամ ամեն օր, ինչով հաստատեց, որ այս վերջի աղմկահարույց սպանությունները նույնպես քաղաքական բնույթ ունեին։ Այսպես փորձեմ բացատրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակում է 4-րդ հանրապետություն, ըստ էության հայտարարեց, որ 3-րդ հանրապետությունը չկա։ Սա արեց իր կուսակցության համագումարում, ինչպես է գնահատում այդ հայտարարությունը։ Գիտեք, ես Նոբարաշենում հիվանդների գիտեմ հոգեբուժանում, ովքեր հայտարարում են, որ իրենք Նապոլեոն Բոնապարտն են։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քոր գրոշի արժեք երբեք չեն ունեցել ու երբեք էլ չեն ունենա։ Նույն ձև ինքը կարավ 2 օր անց հայտարարի 5-րդ հանրապետություն, համարի 4-րդը չստացվեց, հետո 6-ի առաջի մոդիֆիկացիա, երկրորդ մոդիֆիկացիա եւ այդպես ինչ որ տարբերակներ։ Ես կարծում եմ, որ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին պետքա այն կետից, երբ որ ինքը արագաչափեր էր փակում եւ Սաշիկ Սարգսյանն էր ձերբակալում, երբ որ այդ սկզբի հայտարարությունները լուրջ հիմնավորում կունենան, եկեք այս վերջի հայտարարությունների լրջությունն էլ փորձենք ստուգել։ Հանրապետությունը համարներով եւ մոդիֆիկացիաներով չի, Հայաստանի Հանրապետությունը մեկն է, ինքը եղել է եւ Հայաստանի Հանրապետության անխուսափելի մաս են եղել եւ Արամ Մանուկյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուզենք թե չուզենք։ Եվ Փաշինյանը ինչքան էլ ջանա իր մանկուրտների թիմի հետ, չի կարողանալու ջնջել Հայաստանի պատմությունը նախորդ իր հաշվարկած հանրապետություններով եւ բերել ինչ որ նոր համարակալման։ Փաշինյանը կրկին առաջին պլան բերեց մուրճը, հենց դրանից հետո տեղի ունեցան քաղաքական սպանությունները, արդյոք սա բռնության ուղերձ չէր, որը կարող էր բերել բռնությունների ավելացման։ Միգուցե սա բռնության ուղերձ էր, բայց սա նույնպես չեմ կարող հստակ ասել, որովհետև ինքս չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց եկեք ուղղակի այս պահին հաստատագրենք, որ Փաշինյանի մուրճը ազդում է միայն իր ոհմակի վրա, որտեվ այս սպանություններից բացի ժողովրդական զանգվածները, ովքեր որ մի փոքր ինտելեկտ ունեն, մի փոքր կարողանում են մտածել, հասկանալ, այլևս այդ մուրճը չի ազդում։ Իսկ նրանց մնացածին, ովքեր այդ մուրճին լուրջ են վերաբերվում, ուզում եմ որ ֆիքսեն, որ մուրճը քանդելու գործիք է, մուրճը շինելու գործիք չի, հա, ու քանդելով ոչ մի բանի չես բերի։ Մուրճը դա սպանություններ են քաղաքական, մուրճը դա բռնություններ են, մուրճը դա ինչ որ նախկինների, հասկացար, հերքում է։ Իմիջիայլոց նախկինների մեջ մտնում է նաև Արամ Խաչատրյանը եւ ես խորհուրդ եմ տալի Փաշինյանին կառավարության նիստերից մեկում օրինակ Գայանե Բալետը հերքի, որտեղ դա էլ է նախկին, իր օրոք չի եղել։ Կամ ասենք Արնո Բաբաջանյանին հերքի, Մարտիրոս Սարյանին կարա հերքի, սա էլ է նախկին կարգերի օրոք նկարված բաներ են, հիմիկվա նկարիչները օրինակ Աշոտ Փաշինյանը, ինձ թվում է ավելի կարևոր է, քան Մարտիրոս Սարյանը։ Հայաստանի մուտքի եւ ելքի կնիքից հանվում է Արարատի պատկերը, իշխանություններն ասում են, որ սա ինքնիշխանության դրսևորում է, ձեր գնահատականը։ Տեսեք, Արարատի պատկերը կնիքի վրա ըստ իս դա հարգալից վերաբերմունք էր մեծ Սփյուռքի նկատմամբ եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վերադառնում էին Հայաստան, որպեսզի իրենց անձնագրերի մեջ, օտարազգի անձնագրերի մեջ ունենային Հայաստանից մի փոքրիկ սիմվոլիկա, ունենային հպարտանալու տեղ։ Սա սկզբունքային ինչ որ sense պետական խնդիր չէր։ Սա խնդիր էր, որը որ ավելի շատ սիմվոլիզմ էր իր մեջ ներկրում, ջերմություն
բացատրություններ միացնող էր, չկա մի սփյուռքահայ, սփյուռքում ապրող հայ, ով Արարատի մասին չի երազի, չկա մի արվեստագետ, ով Արարատ նկարած չլինի, եւ սրա համար Հայաստանի գալուստը այդ կնիքով մենք ֆիքսում էինք, որ Արարատ, հա, եկար այն վայրը, որտեղից որ այդ քո երանելի վայրը, այդ ավեցած սարը հասկացա, դու կարող ես տեսնել։ Հիմա կնիքից հանելը սրա հակադարձումն է, այսինքն թքած ունենք Սփյուռքի վրա, թքած ունենք ձեր պատկերացումների եւ բաների վրա։ Բացատրությունները ինչպես կտակ, դա Նիկոլ Փաշինյանը կարող էր բացատրությունը այլ կերպ տալ, ասել Արարատի գագաթին, մեծ Արարատի գագաթին համարյա կլոր տարին ձուն է ու դա մեզ պետք չի, եկեք հանենք, սա էլ կլիներ բացատրություն։ Դες եկեք այդ բացատրությունները Փաշինյանի լուրջ չընկալենք։ Մենք հասկանանք, որ մենք ուղղակի սիմվոլիկա հանեցինք, մի սիմվոլիկա, որը խորհրդային շրջանում, երբ որ շատ չոր էր ամեն ինչ դրված, մեր զինանշանի վրա էր։ Ու ոչ մեկը դրա դեմ չէր բանանում ու երբեք մենք էլ չէինք ինչ որ գնում թրերով Արարատը արձատագրելու։ Մենք ուղղակի այդ տեսարանը, այդ եւ այլը։ Մի սիմվոլիկա, որը նկարել են հայ բոլոր նկարիչները, որով ապրել են հայ կոմպոզիտորները, հայ գրողները, որի մասին խոսել է Շիրազը, հա, ազատամիտ մարդկանց մասին եմ խոսում, այսօր վեկալը ասում եմ մեզ դա պետք չի, ես իմիջիայլոց մարտահրավերը ընդունելով Փաշինյանի, սպասում եմ Արարատ Միրզոյանի անվանափոխությանը, որտեղ սա նույնպես ինձ թվում է Թուրքիայի արժանապատվությանը ինչ որ կերպ պետք է վնասի, օրինակ ինչ գործ ունի, կամ Արարատ Միրզոյանը պետք է Թուրքիայի քաղաքացիություն ընդունի, որ ինքը թուրք ազգությամբ, կամ պետք է ազգանունը փոխի, այլապես դա վիրավորական է ինչու։ Իշխանությունների նման կոշտ բառապաշարը գործելավոճ արդյոք մեզ հուշում է, որ սպասվող ընտրություններից առաջ կարող են լինել նոր սպանություններ, բռնության մթնոլորտի ավելացում։ Ավելին ասեմ, ես այս պահից ի վեր սկսած, հա, ես Վալոդիայի սպանությունը համարում եմ սկիզբ այն բռնությունների, սպանությունների, ապօրինություն, Վալոդիայի սպանությունը, Միքայել Սրբազանի կալանքի տակ մնալը, սենց հա մի հատ փաթեթավորենք այսօրվա այս բանը, ապօրինությունների սկիզբ, որը ձգվելու է մինչև հաջորդ տարի հունիս ամիս, հետզհետե ավելի ուժ գնանալով, եւ եթե կան մարդիկ, ովքեր ուսումնասիրում են, ասենք Մոլդովայի օրինակը, Մոլդովայում էլ է այդպես ձերբակալությունները տեղի ունենում առանց որևէ իրավական հիմնավորումների, մարդիկ բանտարկվում են առանց որևէ հիմնավորումների ու ուղղակի կառավարության ղեկավարի հրահանգով ու կմահաճույքով հասկացար։ Հիմա մենք գնում մտել ենք այդ փուլ, որ կառավարության հրամանի նախագահի կմահաճույքով աղ ինձ ու ձեզ կարող է ձերբակալեն, ասեն ինչի համար եք ձերբակալել, որովհետև Բորդովի բաներ հաք է, այ դրա համար, որովհետև ինքը Թուրքիայի ինքնիշխանությանը վնասում է։ Այսպես ինչ որ մի միջակի մեջ ենք եկել, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ այսօրվա դրությամբ պայքարում են հայրենիքի համար, ես չեմ ուզում ասեմ պայքարում են այս իշխանության դեմ, որտեվ ոչ մեկը այս իշխանության դեմ չի պայքարում, այս իշխանությունը այդքան չկա, որ իր դեմ պայքարեն։ Մենք պայքարում ենք հայրենիք ունենալու համար, հայրենիքի համար, ու բնականաբար ստացվում է, որ մեր դիմացը կանգնած է այս իշխանությունը։ Պետք է պատրաստ լինել գնդակահարվել, պետք է պատրաստ լինեն ձերբակալվել, պետք է պատրաստ լինեն կտանքների, ես դա համարում եմ բնականon Նիկոլ Փաշինյանի օրոք, եւ եկեք ազնիվորեն ձեռքներս սրտներից դնելով ասենք, որ նույնիսկ 90-ական թվականի հետ պատերազմյան անկարգությունները, որը տեղի ունեցան Հայաստանում, որը անխուսափելի է բոլոր երկրների համար պատերազմող, հա, Ամերիկան Վիետնամից հետո չի կարողացել այդ խժդժությունները չունենա, հա, այսպես ասեմ, այս կարգերի օրոք դրանք ուղղակի, այս կարգերի հետ համեմատած դրանք ուղղակի դրախտային վիճակ էին, այսպես ասեմ։